Հանուն Հոր և Որդու և Ոգու Սրբու, ամեն։ Միմյանց մեղքերը ձեր խոստովանեք ու իրար համար աղոթք արեք, որովհետև արդարի աղոթքը խիստ զորավոր է հաղթելու, օգնելու, որովհետև Եղիան մեր նման մարդ էր, կրքերի ենթակա, բայց աղոթեց ու երկինքը փակվեց 3.5 տարի ու անձրև չտեղաց, և կրկին աղոթեց ու անձրև տեղաց։ Այսօր Եղիա մարգարեի հիշատակի օրն է։ Մարդկության ողջ պատմության մեջ անձինք կան, արդարներ կան ու սուրբեր կան, որոնք կարծես իրենց վարքով, իրենց մտքով, իրենց կենցաղով վեր են մարդկային չափանիշներից։ Այդպիսի մի արդար էր Եղիան, գեր արդար էր, որովհետև ողջ մարդկության մեջ երկու հոնքի ընդամենը մահ չեն ճաշակել, Եղիան ու ելովքը, վերացել են երկինք են գնացել, արդար էր ու արդարներից բարձր էր Եղիան, որովհետև իր մեջ սեր ուներ աստվածային սեր, նախանձախնդրություն ուներ, մանկությունից այրվում էր Տիրոջ պատվիրանների պահպանությամբ, ճգնությամբ ապրեց անապատում, մի վերարկու ուներ ընդամենը, աղքատ էր, անապատի բարիքներից էր օգտվում, խիստ ճգնավոր էր, ուներ նաև սերունդ, հետևորդներ, որոնք ճգնավորական ու մարգարեական ճանապարհին էին հետևում։ Ինչպես Հովհաննես Մկրտիչը հալածվեց Հերովդես թագավորի Հերովդիադայի կողմից, այնպես էլ Եղիա մարգարեն հալածվեց Աքաբ թագավորի և հատկապես Հեզաբելի կողմից, ինչպես Հերովդեսը վախենում էր ու պատվում էր Հովհաննես Մկրտիչին, այդպես էլ Աքաբն էր վախենում Եղիա մարգարեից, որովհետև գիտեր և տեսնում էր նրան ձեռքով կատարված նշանները, բայց ինչպես մատնեց Հերովդիադան Հովհաննես Մկրտչին, այնպես էլ Հեզաբելը մատնեց Եղիա մարգարեին և ուզում էր սպանել նրան, բայց աստվածային զորությունը Եղիայի հետ էր, և ահա 450 բաղամի կուռքերի քուրմերը և 450 աստարտի ու քամոսի կուռքերը սկսեցին ընդվզել ու ամբողջ Իսրայելի երկիրը լցնել անօրենություններով ու պղծություններով։ Եղիա մարգարեն կանչեց Աքաբին և ասաց. «Հավաքիր բոլոր կուռքերի քուրմերին, թող գան և ողջակեզ մատուցեն, բայց կրակ չվառեն, և թող երկնքից իջնի կրակը և այրի իրենց ողջակեզը, եթե իրենք ճշմարիտ Աստծուն են պաշտում»։ Եվ այդպես մի ամբողջ օր 900 սուտ մարգարեներ, քուրմեր իրենց ծեծում էին, աղոթում էին իբրև թե, որ երկնքից կրակ իջնի և այրի նրանց ողջակեզը, բայց ոչ ոք ձայն, ոչ մի որոտ չէր լսվում, կրակ չէր իջնում երկնքից, և ծաղրեց նրանց Եղիա մարգարեն և ասաց. «Մի քիչ բարձր գոռացեք, միգուցե քնած է ձեր չաստվածը, կամ զբաղված է, լսի ձեզ, և երբ եկավ Իսրայելի Տեր Աստծո զոհ մատուցելու ժամ, ասաց հեռու գնացեք, ջուր բերեք, լցրեք ողջակեզների վրա, փոս փորեք, թող ջրով լցվի, որպեսզի հայտնի լինի հրաշքը, որպեսզի բոլորը տեսնեն ու հավատան»։ Ձեռքերը բարձրացրեց ու ասեց. «Ով Իսրայելի Տեր Աստված, ճշմարիտ Աստված, հիմա հուր իջեցրի, կրակ իջեցրու երկնքից, թող այրի այս ողջակեզները, և այս ամբողջ բազմությունը իմանա, որ դու ես միակ ճշմարիտ Աստվածը»։ Եվ այնպես մի բոց իջավ երկնքից, որ այրեց ու լափեց ոչ միայն ողջակեզը, այլ փոսի մեջ գտնվող ամեն ինչ, ջուրը, փայտերը, քարերը ու այսպես այրեց ու մոխրացրեց։ Եվ տեսավ
ամբողջ ժողովուրդը եւ ասաց. Տերն է Աստվածը, Տերն է Աստվածը։ Պատվիրեց Եղիա մարգարեն բռնել քուրմերին բոլորին կոտորել եւ այդպես Աստվածային նախանձախնդրությամբ տարավ Կիսոնի հեղեղատը եւ այնտեղ 900 քուրմերի կոտորել տվեց, որտեղ Աստվածային նախանձախնդրությամբ էր լցված, որտեղ այրվում էր Տիրոջ սիրով։ Մենք էլ եթե ուզում ենք, որ Աստվածային հուրը մեր մեջ բորբոքվի, ապա մեր բոլոր կուռքերին պետք է տանենք ու կոտորենք, սպանենք, դաժանաբար սպանենք, հեռացնենք մեզանից բոլոր մեղքերը, եթե ուզում ենք Աստվածային սերը մեր մեջ բորբոքվի, որովհետև կուռքերին պաշտամունք մատուցանելով, մեղքեր գործելով, մենք չենք կարող Աստվածային սիրով այրվել, մենք չենք կարող Տիրոջ պատվիրանները պահել և Եղիա մարգարեին չենք կարող նմանվել։ Եվ այդպիսին էր Եղիան իր ամբողջ կյանքում։ Աքաբի պատգամավորները 50 զինվոր իրենց հիսնապետի հետ եկան և ասացին. Աքաբ թագավորը ձեզ կանչում է, Աստծո մարդ։ Եղիան ասաց, եթե ես Աստծո մարդն եմ, թող երկնքից կրակ իջնի ու ձեզ վառի։ Այդպես էլ եղավ։ Երկնքից կրակ իջավ 50 ոգու այրեց։ Հետո երկրորդ 50 հոգին եկան, իրենց հիսնապետի հետ։ Աստծո մարդ, թագավորը քեզ կանչում է, ասաց, եթե ես Աստծո մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի ձեզ վառի։ Այդպես էլ եղավ։ 50 հոգին էլ այրվեցին։ Երրորդ խումբը եկավ, ով Աստծո մարդ, մեզ խղճա, կրակ ես իջեցնում, վառում ես, այրում ես, սպասի, թագավորը քեզ կանչում է, այնուհետև հրեշտակը եկավ և ասաց, գնա, սա Աստծո մարդն է, գնա, և այդպես Եղիա մարգարեն իջավ լեռից, եկավ ու Աքաբին երևաց և ասաց, որ 3.5 տարի անձրև չի եկել, բայց տես անձրև է գալու, որովհետև Աստվածային ողորմությունն է իջել մեզ վրա, որտեղ մենք մեր ձեռքով մեղքերը արմատախիլ արեցինք, վերացրեցինք ու հեռացրինք, քուրմերին կոտորեցինք, ճշմարիտ Աստված պաշտությունը հաստատեցինք, այն ժամանակ երկնքից անձրև ցողած իբրև Աստվածային ողորմության նշույլ Իսրայելի ժողովրդի համար։ Այդքանով հանդերձ Եղիան այսպիսի նախանձախնդրությամբ լցված, Տիրոջ պատվիրանները հաստատելով Իսրայելի ժողովրդին առաջնորդելով, ուրիշ բան էր Եղիայի փափագը։ Ուզում էր Տիրոջը տեսնել, 40 օր ծոմ պահեց, գնաց Քորեբ լեռը, ոչինչ չկերավ, չխմեց, եւ Աստվածային նախանձախնդրությամբ նորից լցված, գիտեր, որ կրակ պետք է իջնի, կրակ իջավ, ինքը կրակին սովոր էր արդեն, ինքը երկնքից կրակ էր իջեցնում, այրում էր, բայց Աստված կրակի մեջ չեղավ, չերևաց Աստված։ Եղիան զարմացավ, ասաց, չէ որ միշտ Աստված կրակի մեջ էր երևացել, ես էլ կրակ իջեցի, այրեցի, վերացի, ոչ, Աստված կրակի մեջ չերևաց։ Այնուհետև փոթորիկ եղավ, մրիկ եղավ, երկրաշարժ եղավ, չկար Աստված այդ տարերքների մեջ, մեղմ զեփյուր փչեց։ Եվ այն ժամանակ Աստծո հոգին իջավ Եղիայի վրա, եւ Եղիան հասկացավ, որ Աստված հանդարտության մեջ է բնակվում, խաղաղության մեջ է բնակվում, Սուրբ Հոգին մեղմ քամին է, որ փչում է մեզ վրա, եւ փափագում էր Եղիան Քրիստոսին տեսնել, այդ ժամանակ չտեսավ, միայն տեսավ Սուրբ Հոգին այն մեղ զեփյուրի մեջ, որ իր վրա փչեց, բայց իր փափագը Աստված անտես չարեց, որտեվ երբ Քրիստոս Պետրոսի, Հակոբոսի եւ Հովանեսի հետ բարձրացավ Թաբոր լեռը ու պայծառակարգվեց, կանչեց Եղիային, ասաց. Եղիա, արի, ուզում էր ինձ տեսնել, արի, եւ Եղիան եկավ ու տեսավ, դրախտից եկավ, որտեվ դրախտում էր,
հրեղեն կարգով երկինք էր գնացել, ու եկավ երկար տարիներ իր փափագած, իր երազած Քրիստոսին տեսավ իր մարմնավոր աչքերով։ Երանի Եղիայի աչքերին, որ Քրիստոսին տեսավ։ Բայց Եղիան հիմա դրախտում է, գնացել է կրկին սպասում է, ինչի է սպասում։ Սպասում է նեռի գալստյան, որտև նեռը պետք է գա, բազմաթիվ չարիքներ պետք է գործի։ Այնուհետև երկու վկաներ է տիրոջ, Երով Եղիան կգան, 3.5 տարի կքարոզեն, բազմաթիվ հրաշքներ կգործեն, նեռի կողմից կսպանվեն Ենովն ու Եղիան, բայց Քրիստոս իր շունչով կսատկացնի նեռին ու հարություն կտա Եղիային ու Ենովքին, և այլևս ոչ թե դրախտ, այլ կմտնեն երկնքի արքայություն, և մեզ համար էլ բարեխոս կլինեն հավիտենական երկնքի արքայության մեջ։ Ամեն։